Մայիսի 31-ին Գառնու հեթանոսական տաճարի հնամենի պատերը դարձան հայկական և համաշխարհային երաժշտարվեստի հանդիպման բացառիկ վայր։ Temple of Arts նախագծի շրջանակում Fast Bank-ի գլխավոր հովանավորությամբ կայացած համերգը մեկ բեմում էր համախմբել Վիեննայի ֆիլհարմոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի երաժիշտներին։ Միջոցառումը համախմբել էր արվեստասերներին։ Համերգին ներկա էր Fast Bank-ի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը, մշակութային բազմաթիվ գործիչներ, հյուրեր արտերկրից։ Միջոցառման առանձնահատկության ու կարևորության մասին խոսելիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ընդգծեց, որ Վիեննան համարվում է երաժշտության համաշխարհային կենտրոնը, իսկ տեղի ֆիլհարմոնիկը աշխարհի առաջատար նվագախմբերից մեկն է։ Անչափ կարևորում եմ նման համագործակցությունը, որ այս կարգի երաժիշտները եկել են և նվագում են մեր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Fast Bank-ը և ընդհանրապես նրա ղեկավարները ես նկատել եմ, որ հաճախ դասական երաժշտության կողքը կանգնած են, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Այսօր բարձր արվեստը և հատկապես այն արվեստը, որը կապված է մեծ կոլեկտիվների հետ, ոնց որ սիմֆոնիկ նվագախումբն է, այլևս չպիտի կարողանա առանց մասնավոր հովանավորների գործի։ Վիեննայից ժամանած ջութակահարը հիացած էր Հայաստանով, տեղի հյուրընկալությամբ ու երաժշտական ժառանգությամբ, մասնավորապես Արամ Խաչատրյանի արվեստով։ Նրա խոսքով սա սովորական համագործակցություն չէր։ Սա առանձնահատուկ համագործակցություն է։ Մենք որպես նվագախումբ հաճախ համագործակցում ենք տարբեր նվագախմբերի հետ։ Օրինակ Բերլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի։ Սովորաբար այն լինում է նույն մշակույթի շրջանակում, պարզապես տարբեր նվագախմբերի միջև։ Սակայն այս դեպքում ամեն ինչ այլ է։ Մշակույթները որոշ առումներով իրար մոտ են, բայց մարդիկ միանգամայն տարբեր են։ Երեկոյի ամենահուզիչ և սպասված պահերից մեկը տարիների տևական դադարից հետո երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանների բեմ վերադարձն էր, որպես միջոցառման հատուկ հյուրեր։ Քույրերը կատարեցին հայկական ֆոլկլորային ստեղծագործություններ, սիմֆոնիկ մշակումներով, որոնք դեռևս 2018 թվականին ձայնագրվել էին մայստրո Թոփչյանի ղեկավարությամբ, սակայն միայն հիմա կյանքի կոչվեցին բեմում։ Մեզ համար շատ մեծ պատիվ է ելույթ ունենալ Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների հետ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին։ Հուսամ, որ սրանով իսկ նորից վերածնունդ կապրի նաև մեր գործունեությունը Անուշի հետ, քանի որ տարիներ շարունակ ելույթ չենք ունեցել։ Մեծ պատասխանատվություն է և ոգևորություն ելույթ ունենալ կրկին անգամ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և այս անգամ Վիեննայից հրավիրյալ երաժիշտների հետ շատ ոգևորված ենք, ոգեշնչված ենք։ Fast Bank-ը շարունակում է սոցիալական պատասխանատվության իր առաքելությունը։ Աջակցելով նմանօրինակ մեծամասշտաբ նախագծերին, բանկը նպատակ ունի խթանել ստեղծագործական միջավայրի աշխուժացումն ու միջազգային բարձրակարգ արվեստի հասանելիությունը հայ հանդիսատեսին։ Մայրամուտի յուրօրինակ գույների, բացի երկնքի և տաճարի վեհության ներքո դասական երաժշտությունը ստացավ նոր շունչ, ներկաների համար ստեղծելով հեքիաթային և անմոռանալի մթնոլորտ։